70 կին եւ 10 անչափահաս տղաներ այս պայն իրենց պատիժն են կրում Աբովյան քրեակատարողական հիմնարկում, որն առավել հայտնի է կանանց գաղութ անունով։ 4 մասնաշենք ունի քրեակատարողական հիմնարկը, որտեղ վերանորոգման աշխատանքները գրեթե ավարտված են։ Լրատվամիջոցների համար կազմակերպված շրջայցն ուղեկցում էր ՔԿՀ պետը։ Ծովինար Թադևոսյանի խոսքով փորձել են պայմանները բարելավել, որ անազատության մեջ գտնվող կանայք ու անչափահաս տղաները զբաղվածության խնդիր չունենան։ Դասասենյակներից մինչև կարուձևի սենյակներ, բոլորը կահավորված են։ Մենք ունենք երկու տեսակի աշխատանքներ՝ վճարովի եւ անվճար։ Վճարովի աշխատանքները սովորական 8 ժամյա են, իսկ անվճար աշխատանքները օրական 2 ժամից ոչ ավել։ Իսկ այդ աշխատավարձը իրանց դրամադրվում։ Այո, աշխատավարձը գրանցված, դրամադրվում է իրենք բոլորը այստեղ հաշիվներ ունեն, փոխանցվում է այդ հաշիվներին եւ իրենց նախընտրածի պես եւ չափով օգտագործում են։ Իսկ սա արդեն գրադարանն է։ Աբովյան քրեակատարողական հիմնարկի պետ Հեղինե Մարտիրոսյանն ասաց, հարուստ գրականություն ունեն։ Դատապարտյալների մեջ կան անձիկ, ովքեր ընթերցանությամբ են զբաղվում, մեկ-մեկ էլ գրում են, բայց իրենց համար։ Հայտնի գրողների գրքերի կողքին, բայց չկար Փաշինյանի հեղինակած երկրի հակառակ կողմը, այն ամենահինավանականությամբ կին դատապարտյալներին հետաքրքիր չի։ Եթե մասնագիտություն ունեն, ուզում են նաև իրենց համար մասնագիտական գրականություն, իսկ գեղարվեստականը ինչ որ առաջարկվում է, ինչ որ ունենք, ըստ իրենց ճաշակի նախընտրելիության։ Կամ արդյոք Նիկոլ Փաշինյանի երկրի հակառակ կողմը գիտեն։ Ճիշտ ասած, ես ինձ հստակ չգիտեմ, ով ինչ չունենք երևի կամ կարող է ունենք, ես տեղեկացված չեմ։ Կանանց գաղութում միջանձնային հարաբերությունները նորմալ են, բայց արտարոց դեպքեր եւս արձանագրվում են։ Ինքնավնասման փորձեր անողներ կան։ Նրանց հետ հոգեբաններ են աշխատում, հատուկ ուշադրության կենտրոնում են։ Հատուկ ուշադրության կենտրոնում են նաեւ անչափահասները։ Այստեղ պատիժը կրող 10 անձած մեջ անչափահաս աղջիկներ չկան։ Չկա նաեւ զոն նայող, վստահեցնում է Տիկին Մարտիրոսյանը։ Կանանց գաղութը նայող չունի։ Ընդհանրապես այդ նայող հասկացողությունը ես չգիտեմ։ Մասնաշենքում գտնվող դատապարտյալները օրը 2 անգամ ունեն մինչև 20 րոպե զանգի իրավունք։ Օգտվում են նաև տեսակապից, ամիսը 1-2 անգամ օգտվում են նաև տեսակապից, բայց կարող են նաև իրենց տեսակցությունները փոխարինել տեսակապով ու խոսել, եթե ասենք հարազատները երկրում չեն, իրենք օտար երկրացի են, նայած էլի, ով ոնց։ Ունենք 1-2 անձ, այս վերջերս որ սուիցիդալ մտքեր ունեցել են կամ բարբերաբար կրկնվում են իրենց մոտ այդ մտքերը, իրենց հետ ենք շատ ավելի հաճախակի ուշադրություն դարձնում, հաճախակի աշխատանքներ վարում։ Մի հատ ինքնավնասման փորձեր ունենք, այս վերջի էս մի 10 օրը 2 անձի կողմից ունենք ինքնավնասման փորձ։ Ինչ է պատճառը, ինչն է ստացվում։ Նու հիմա ավելի չէ, էլի շեշտ դնում ենք միջանձնային փոխհարաբերությունների վրա։ Հիմնականը դա է։ Ամենատարբեր հանցագործությունների համար են կալանավորված կանայք՝ խարդախություն, գողություն, թմրանյութերի ապօրինի շրջանառություն եւ անգամ սպանություն։ Կրկնակի դատապարտվածներ էլ կան։ Տեսախցիկի առաջ շատերը չեն ցանկանում խոսել, բավարարվում են միայն բանավոր մեկ նախադասություն փոխանցելով։ Փոշմանել են կատարվածի համար եւ ազատություն են ցանկանում, այնպես ինչպես խարդախության համար 4 տարվա ազատազրկման դատապարտված այս կինը 5-րդ ամիսն է կալանավայրում է, ցանկությունը մեկն է՝ ազատ արձակվել, որ տուն գնա, այնտեղ երեխաներն ու թորնիկներն են սպասում։ Մեկին ընդհանրապես չի տեսել, նոր է լույս աշխարհ եկել։ 14 տարեկան մեկն է, մի տարեկան մյուսն է, որին դեռ չեմ տեսել։ Եվ ամեն դեպքում ամանոր է շուտով ինչ կմաղթեք կանանց, ովքեր հնարավոր է հայտնում են նման իրավիճակներում։ Հնարավորինս խուսափ են հայտնվելու դեպքում համբերություն։ Գրեթե չէ։ Եվ ամանորին ինչ կմաղթեք։ Ազատություն, բոլորին ազատություն։ Մինչև 3 տարեկան երեխաներին թույլատրվում է պատիժը կրող մոր հետ մնալ բանտախցում։ Այդպիսի 2 կին դատապարտյալ կա։ Ընդհանուր առմամբ Աբովյան քրեակատարողական հիմնարկի 2 մասնաշենքերից մեկում պատիժը կրող կանանց մի մասը համեմատաբար բաց ռեժիմով է պատիժը կրում, մյուսներն այս խցերում են։ Այս դռներն օրվա մեջ 1 անգամ են բացվում, 1 ժամով։ Դուրս են գալիս զբոսնում, ապա նորից բանտախուց։ Յուրաքանչյուր դատապարտյալի 4 քառակուսի մետր տարածքի հատկացված։ Սենյակները հիմնականում 3 հոգու
համար են նախատեսված, որտեղ կանայք անցկացնում են ամբողջ օրը, այդ թվում եւ Գրակատարողական հիմնարկում կա տեսակապի հնարավորություն, ամիսը 2 անգամ դատապարտյալները կարող են այստեղից կապ հաստատել հարազատների հետ։ Առկա է նաև երկարաժամկետ տեսակցությունների սենյակ, որը եւս վերանորոգվել է։ Մինչև 3 օր մերձավոր հարազատը կարող է տեսակցել եւ մնալ պատիժը կրող հարազատի հետ։ Տարբեր միջոցառումներ են կազմակերպվում, ինչպես անձամբ դատապարտյալների, այնպես էլ դրսից եկող հյուրերի կողմից։ Ու չնայած պայմանները տարեստարի այստեղ բարելավում են, միևնույն է, ներսում ճաղերից այն կողմ գտնվող կանանցից յուրաքանչյուրի մեծագույն նպատակը օր առաջ ազատ արձակվելն է։ Շատերը դրա համար ջանք չեն խնայում ու ամեն օր իրենց կողքին դրված աստվածաշունչն են կարդում։